Այսօր մենք խոսանք քաղցկեղի թիրախային թերապիայի մասին։ Հայտնի է, որ դեղորայքային բուժումը ունի մի քանի գլխավոր տարբերակներ, դա առաջինը ամենատարածվածը քիմիոթերապիան է եւ ամենահինը կարելի ասել, իսկ նորագույն մեթոդներից են թիրախային թերապիան եւ իմունոթերապիան։ Այսօր խոսում ենք թիրախային թերապիայից։ Ինչով է դա տարբերվում եւ ինչ արդյունքներ է տալիս։ Եթե մենք քիմիոթերապիայի ժամանակ ունենք ուղիղ ազդեցություն չարորակ բջիջների աճի վրա, իրենց զարգացման վրա, այստեղ թիրախային պրեպարատները իրենք ազդում են ուրիշ մեխանիզմներով, հատուկ թիրախ մոլեկուլների վրա, որոնք դեր են կատարում չարորակ ուռուցքների այդ բջիջների զարգացման ոլորտում եւ դրանով կանգնեցնում եւ ոչնչացնում չարորակ process-ը։ Եվ այսպիսով թիրախային բուժում, ինչի է դա թիրախային կոչվում, որովհետեւ նա ավելի շատ ազդում է ուռուցքային process-ի վրա, չազդելով օրգանիզմին։ Եթե նորից համատենք քիմիոթերապիայի հետ, քիմիոպրեպարատը ազդում է օրգանիզմում բոլոր արագ զարգացող բջիջների վրա։ Դա ոչ միայն չարորակ ուռուցքի բջիջներն, այլ մարդու նորմալ առողջ բջիջները, դրանք մազածածկ այս մազերի վրա արագ զարգացող, դա ստամոքսաղիքային տրակտն է, դա արյունն է ոսկրածուծում եւ այլ։ Եվ ազդում է, այսինքն տալիս է բացասական էֆեկտ այդ նորմալ հյուսվածքներով եւ հայտնի բարդություններով, այսօր դրա մասին չխոսենք։ Իսկ թիրախային բուժման ժամանակ մենք չունենք այդ բարդությունները, ոչ մազաթափություն, ոչ սրխառնոց, ոչ փսխում եւ այլ եւ այլ։ Իհարկե կան բարդություններ, բայց շատ չեն։ Հիմնականում դրանք մաշկային ցանավորումն են, աղիների գործունեության խանգարումը, ճնշման բարձրացումը։ Եվ թիրախային դեղերի ազդեցությունը ամենակարևորը, որ իրենք չեն կարող հենց այնպես ազդել, պետք է գտնել թիրախը։ Այսինքն հատուկ հետազոտություններով, անալիզներով մենք գտնում ենք այդ թիրախները, ինչ են իրենք ներկայացնում։ Դա հիմնականում այսպես կոչված մուտացիաներն են։ Մուտացիան դա բջիջի DNK-ի մակարդակով այդ փոփոխություններն են, նորմալ բջիջը ոնց որ ձևափոխվի, մուտացվի, դառնա ոչ նորմալ եւ կան դրա հատուկ ռեցեպտորները, որոնք պետք է գտնել։ Գտնելը դա նույնպես անալիզների ձևով է, դա գենետիկ մոլեկուլար անալիզներ են եւ մուտացիաները ունեն հատուկ բնորոշում թոքի քաղցկեղի համար ուրիշ է, կրծքագեղձի քաղցկեղի, աղիների եւ այլ։ Այսինքն ամեն ուռուցք ունի իրեն համապատասխան մուտացիաները։ Մուտացիաները շատ են իհարկե, BRAF, KRAS, ALK, ROS եւ այլ։ Եվ ամեն մի ուռուցք ունի, ինչպես ասեցի, իրեն մի քանի, ոչ թե մեկ, այլ մի քանի մուտացված այդ գործոնները։ Օրինակ, եթե խոսենք կրծքագեղձի քաղցկեղի վերաբերյալ, որը ամենահիներից է, որ օգտագործում է թիրախային բուժումը, այստեղ բացի հորմոնոթերապիայից, դա էլ է թիրախային, քանի որ հորմոն կախյալ կա եւ ոչ հորմոն, դրական ուռուցքներ, այսպես կա գործոն սպիտակուց HER2, որը եթե լինում է 3 խաչ, այսինքն դրական ակտիվ, ուրեմն օգտագործում է տրաստուզումաբ դեղը, որը շատ մեծ փոփոխություն է տալիս բուժման մեջ, շատ լավ արդյունքներ, հատկապես այդ ագրեսիվ ձևերի ժամանակ։ Թոքի քաղցկեղի ժամանակ հատկապես ոչ մանր բջջային, նույնպես կան համապատասխան դեղամիջոցներ, ես չեմ ուզում թվեմ դեղամիջոցները չլինի, դա գովազդ, անունները այդքան կարևոր չեն, դա եթե պահը գա, իհարկե այդ բոլորը մենք բացատրում ենք եւ տեղեկացնում ենք պացիենտներին։ Մելանոման, երիկամաբջջային քաղցկեղը, այդ բոլորը ունեն իրենց համապատասխան դեղամիջոցները։ Եվ շատ կարևոր է, որ դեղամիջոցների ոչ բոլորը, բայց շատերը կարող են լինել հաբերի ձևով։
եւ դա թույլ է տալիս շատ մարդկանց չկտրվել իրենց առօրյայից, ստանալ թիրախային բուժումը տան պայմաններում սովորական, եթե չկան ուրիշ խնդիրներ, չկա ուռուցքային ինտոքսիկացիա, որը նույնպես կարելի է անել տարբեր ինֆուզիաներով, խմելով այդ դեղամիջոցը, եթե թիրախը ճիշտ է գտնվել, այդ կրկնում եմ քանի անգամ, ուրեմն արդյունքը լինում է բավականին շատ, նույնիսկ համեմատած քիմիաթերապիայի հետ նա կարող է լինել ավելի բարձր, եթե ճիշտ թիրախը գտնվել է, եւ ամիսներով, տարիներով նա կարող է օգտագործելով հաբերը պացիենտը ապրել նորմալ հանգիստ կյանքով։ Այդ է շատ կարևորը։ Բացի դրանից թիրախային թերապիան օգտագործում է եւ միասին ուրիշ բուժումների հետ, հատկապես քիմիաթերապիայի հետ կարող է նա զուգորդվել կամ նույնիսկ իմունոթերապիայի հետ։ Եվ դեպքերը այնպես են շատ հիմնականում, որ անցկացում է քիմիոթերապիաների մի քանի կուրս, ավարտվում է, ստանում ենք լավ արդյունք, թիրախային թերապիան սկսել է այդ քիմիաների ժամանակ եւ հետո շարունակվում է 1 տարի եւ ավել։ Բայց ի տարբերություն իմունոթերապիային, թիրախային բուժումը չպետք է ընդհատվի։ Եթե նա ընդհատվում է, ուռուցքը նորից գլուխ է բարձրացում։ Ի տարբերություն իմունոթերապիան, այնտեղ 1 տարուց հետո կարելի է ընդհատել, որովհետև օրգանիզմի իմունիտետը արդեն վարժված է եւ պայքարում է այդ ջահորակ process-ի դեմ։ Եվ վերջինը ասեմ, հասանելիությունը, իհարկե ինչպես շատ դեղամիջոցներ, որոնք նորագույն են, իրենք թանկարժեք են։ Մի քանիսը կան գրանցված են Հայաստանում, մի քանիսը բերվում են արտերկրից եւ օգտագործվում։ Միայն թե երևի հերցեպտինն է, որը նախարարության կողմից տրվում է անվճար պացիենտների շատ լայն շրջանում։ Բայց դեղամիջոցները իհարկե գոյություն ունեն, արտադրված տարբեր երկրների, դա արդեն որոշում է ուռուցքաբանը, որն է ճիշտ, որը նշանակվի, եւ այսօրվա բուժման մեջ առանց թիրախային թարգետ թերապիայի մենք չենք պլանավորում գրեթե ոչ մի բուժում, իսկ դա պետք է որոշվի սկզբում,